Վաստակավոր արտիստ Ջուլիետտա Ստեփանյանը տարիներ շարունակ բարձրաձայնում է դերասանների չնչին աշխատավարձի մասին խնդիրը։ Դեռ 2018 թվականին ԿԳՄՍ նախարարությունը խոստացել էր վերանայել դերասանների աշխատավարձը, սակայն մինչ օրս որևէ վերանայում չի եղել։ Այս մասին Թերթ Լայֆի հետ զրույցում պատմեց դերասանուհի Ջուլիետտա Ստեփանյանն ու նշեց, վաստակավոր արտիստը մեր երկրում ստանում է 170,000 դրամ աշխատավարձ, որից 40-ը պահումներն են։ Ես մինչ օրս ստանում եմ 130,000 դրամ, ես շատ հույս ունեի, որովհետև մենք դերասաններս մի քիչ էմոցիոնալ մարդիկ ենք, հավատացող ենք։ Ես շատ էի հավատում, բայց ոչինչ չփոխվեց։ Ասելիք շատ ունեի, բայց հիմա ամեն ինչ փակվել է եւ ասելիքս նույնիսկ չունեմ։ Արդեն անտարբեր եմ դարձել, դա շատ վատ բան է, անտարբերությունից վատ բան չկա, բայց այլևս ուժը չի հերիքում։ Թերթ Լայֆի հետ զրույցում ասաց դերասանուհին ու հավելեց, հասկացել ենք, որ անիմաստ է խոսել, ոչինչ չի փոխվում։ Ուզում ես վեր կաց, բողոքիր, ուզում ես գոռա, հրապարակում կամ նույնիսկ ոռնա, ոչինչ չի փոխվում, ոչինչ, նշեց դերասանուհին ու փորձեց պատկերացնել, թե ինչ է հնարավոր անել այդ չնչին աշխատավարձով, եթե կողքից այլ եկամուտ չլինի։ Ես չգիտեմ, ինչ կարելի անել, եթե տրանսպորտով ես ման գալիս, կբավականացնի տրանսպորտի, հացի, ձեթի, կարտոֆիլի, սոխի ու մանր-մունր բաների։ Եթե դերասանը կողմնակի եկամուտ չունեցավ, բոմժի կարգավիճակում է հայտնվում, խոստովանեց Ջուլիետտա Ստեփանյանը։ Կողմնակի եկամուտները ֆիլմերն ու սերիալներն են, իսկ 130,000 դրամը դա բարձր է համարվում, քանի որ վաստակավոր արտիստի աշխատավարձն է, իսկ նրանք, ովքեր վաստակավոր չեն եւ այլ եկամուտ չունեն, պատկերացնում եք ոնց կարելի ապրել այդ չնչին կոպեկներով մի ամբողջ ամիս։ Դա դեպրեսիայի պատճառ է դառնում, նշեց մեր զրուցակիցն ու խոստովանեց, որ շատ է սիրում իր մասնագիտությունը։ Ժամանակին ամպագորգոր բառեր էի ասում, որ եթե ոչ մի կոպեկ էլ չտան, ես թատրոնից դուրս չեմ գա։ Ես ինձ հիմա բռնել եմ իմ սուտի մեջ։ Սուտ է, եթե չունենամ ֆիլմեր կամ ամուսինս չունենա ֆիլմեր ու այլ նախագծեր, մենք չենք կարող ապրել։ Իսկ ինչ ասեն մյուսները, որոնք չունեն այդ հնարավորությունը, հատկապես երիտասարդները։ Իր մտահոգությունը հայտնեց դերասանուհին։ Ջուլիետտա Ստեփանյանը նշեց, որ Սունդուկյան թատրոնում հիմա առաջվա նման զբաղվածություն չունի, միայն երկու ներկայացման մեջ է ներգրավված։ Ես նաև երկու ներկայացումով եմ զբաղված Նարեկ Դուրյանի մոտ, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ իրենից, շատ լավ վճարում են։ Հրազդանի թատրոնում ամուսինս բեմադրել է Ծառերը կանգնած են մահանում ներկայացումը, որտեղ եւս զբաղված եմ, ինչպես նաև ռուսական ֆիլմերում, նշեց դերասանուհին։ Ջուլիետտա Ստեփանյանը կարծում է, որ ներկայիշխանությունը չափի զգացումը կորցրել է մարդկանց նկատմամբ։ Կուզեմ մարդկանց մարդու տեղ դնեն, ոչ միայն արվեստի մարդկանց, այլ առհասարակ։ Մեր ժողովուրդը հասարակ մարդիկ շատ մեղք են, բայց ուզում եմ մեր զրույցը դրական ավարտենք։ Ես միշտ ասում եի, որ հավատում եմ, զգում եմ, որ Աստված մեզ մենակ չի թողնի։ Ուզում եմ հույսներս չկտրենք, որովհետև եթե հույսը կտրենք, ուրեմն պիտի չապրենք։ Այդ կայծը կա իմ մեջ, որ գալու է լավ ժամանակ, որ ինչ-որ բեկումնային լավ բան է լինելու, ամփոփեց դերասանուհի Ջուլիետտա Ստեփանյանը։